Մագային խանդելու պատճառով էիր գնում խմելու։ Երբ որ խմում էի, խանդս ավելի շատ էր։ Այդ շրջանում դու ունեիր վստահության պակաս Մագայի հանդեպ։ Հա, ունեի վստահության պակաս, ես ուզում էի, որ մենակ ես գրկեմ։ Ինքը դեպրեսիայի մեջ էլ ա եղել մի որոշ ժամանակ, պատճառը եղել է հենց մենակ իմ խանդը։ Արդյոք այդ խանդի պատճառը ոչ միայն այն էր, որ դու Մագային լավ չէիր ճանաչում, այլ նաև իր համարձակ կերպարը։ Իր համարձակ բաց լուսանկարները նկարում եմ ես։ Դու եւ Մագան կարողանում եք ճիշտ պահին խայբ բռնել։ Մագան շատ լավ հասկացել եմ, որ խայբերի թագուհին է։ Ինչու չկաս հեռուստաեթերում։ Իրանց պետք էր հեծանիվ, որ ոնց ցանկանան, տենց վարեն, եկավ մի հատ ժամանակաշրջան, երբ որ եթերը լցվեց այլասերված մարդկանցով, ես զգում էի ինձ Թայլանդում եմ, որ պետքա մարդիկ մեծանան, հետո որոշեն, տղային թե աղջիկ։ Արդյոք վերականգնվել են հարաբերությունները դստերդ հետ։ Իրա նեղվածությունն ու նեղացած լինելն է եղել, որ մենք չենք շփվել, հակառակ դեպքում արգելող ոչինչ չի եղել։ Յանան վերջերս հանրայնացրեց, որ ընտրյալ ունի։ Իրականում ես Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ը եւ մեր այսօրվա հյուրը ամենակննարկվող մեդիա դեմքերից մեկն է Սուրեն Փահլևանյանը։ Ինչպե՞ս է Սուրեն։ շատ լավ եմ, շնորհակալ եմ։ Ամենակննարկվողներից մեկը չեմ, ամենակննարկվողն եմ։ Ես փորձեցի մի քիչ համեստ գտնվել։ Իրականում ասում եմ ամենակննարկվող, բայց վերջին շրջանում համեմատաբար пассив ես, դու էլ Մագան էլ սոցհարթակներում, ինչ է կատարվում հիմա քո ու Մագայի կյանքում, ինչ փուլում եք հիմա։ Մեր մոտ ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ պարզա ու ամեն ինչ լավ։ Այդ հումորային կոնտենտը որոշակի ժամանակով պաուզայի վրա է դրված մեր զբաղվածության պատճառով ու արդյունքում, բայց խոստանում եմ մեր հետևորդներին ու հեռուստադիտողներին, որ անպայման կունենա շարունակություն, սպասեք, շարունակեք հետևել մեզ, մեր սոց էջերով, որովհետև մոտ ապագայում ես չեմ խոստանում ինչ-որ հաղորդման կամ հեռուստա սերիալում նկարվելու, այնպես որ եթե ուզում են ինձ տեսնեն, պետք է տեսնեն իմ էջերով։ Իսկ ինչու որոշել ես, որ այս շրջանում պետք է չլինես հեռուստանախագծերում։ Ինչու չկաս հեռուստաեթերում։ Հեռուստաեթերում վերջի շրջանում չկան, որովհետև պարզ ասեմ ձեզ, մազերի փոխպատվաստում եմ ունեցել, իսկ ինքը փուլեր է ունեցել, իսկ այդ փուլերը ես չէի ուզում այնց լիներ, որ գլխարկով կամ ինչ-որ կերպով քողարկեի դա, դրա համար Բայց բացի դա, մինչև դա էլ, որքանով որ նկատել եմ, ավելի շատ տեղափոխվել ես դեպի սոցհարթակ եւ վերջերս էլ նշել ես, որ քեզ ավելի դուր է գալիս սոցիալական հարթակներում ակտիվությունը։ Մինչև նախանցած տարի էլի հեռուստատեսության ոլորտում ունեի գործունեություն, պրոդյուսերական գծով ավելի շատ, ATV-ում առավոտյան ծրագիրն էինք իրականացնում ու այդ ժամանակ էլ ունենալով հաղորդավարի հմտություններ ու երկար տարիների փորձ, միևնույնն է, ես ինձ հետ էի պահում եթերից, հաշվի առնելով, որ հիմա կան ավելի հետաքրքիր դեմքեր, ովքեր կարող են անցկացնել այդ հաղորդումները էլ ավելի լավ ու ավելի պունկտուալ մոտենալ հաղորդմանը, որովհետև շատ ժամանակ, երբ որ հաղորդումը քո սեփականն է լինում, մի քիչ մատերի արանքով ես նայում ու տուժում է իրականում հենց ծրագիրը, իսկ այն ծրագիրը, որ ես պրոդյուսեր էի, շատ սիրված էր ու այդ հեռուստադիտողների հետ խաղանել չի կարելի։ Ասում ես, որ հիմա կան ավելի հետաքրքիր դեմքեր, բայց տարիներ առաջ նշում էիր, որ ոչ այդքան հետաքրքիր դեմքեր են եթերում եւ այդ պատճառով դու չես ուզում լինել եթերում։ Այդ հարցը ես վերջերս երկու հարցազրույց եմ ունեցել, այդ հարցը եւս մեկ անգամ հնչել է, որ Բայց ես բուն պատասխանը այդպես էլ չստացա, դրա համար եմ նորից տալիս։ Բուն պատասխանը չեմ տալիս, որովհետեւ ես էլ եմ տարիների ընթացքում փոխվել ու հասկացել եմ, որ այդ մարդկանց չընդունել հիմա անհնար է, թե կար մեր ժամանակ, որ իրականում չէինք ընդունում, բայց միևնույնն է, այդ հիվանդությունը կար ամբողջ աշխարհում, հիմա մարդիկ կասեն ինչի մասին է, չեմ էլ ուզում իրականում բարձրաձայնեմ, որովհետև եկավ մի հատ ժամանակաշրջան, երբ որ եթերը լցվեց այլասերված մարդկանցով, որոնք չեն կողմնորոշվել դեռ իրենց կոնկրետ սեռը, ես զգում էի ինձ Թայլանդում եմ, որ պետքա մարդիկ մեծանան, հետո որոշեն, տղային թե աղջիկ, բայց մեր ժամանակաշրջանում, երբ որ ես պատանի էի ավելի, ջունիոր տարիքում, բոլոր թաղերում կար
հարգանք, պատիվ, տղամարդը տղամարդ է, աղջիկը աղջիկ, աղջկան պետքա հարգել, սիրել, հետո կամաց դարավ խառը վիճակ, ես այդտեղից Բայց դա քեզ խանգարում էր մասնագիտական գործունեություն Չէ, մասնագիտական գործունեության համար ոչ մի բան էլ չի խանգարում իրականում, այդ վերնագրեր են եղել զուտ արդարացնելու թե ինչու եթերում չեմ, որովհետև նախ հենց այն շրջանը, երբ որ ես 5 տարով բացակայեցի եթերից, ես այդ ժամանակ լրիվ ուրիշ գործունեությամբ էի զբաղվում, պաշտպանության նախարարությունում շինարարության մեջ տեխնիկական հսկողություն էի անում, որը իրականում իմ մասնագիտություններից մեկն է, ու հասկացա, որ դա ուղղակի դժվար դասատուի աշխատանք է ու շատ քիչ վարձատրվող, եթե արդար ես աշխատում, իսկ ես իմ կյանքում առաջնային արդարությանն եմ տեղ տալիս, դրա համար այդ աշխատանքն էլ դուր չեկավ։ Իսկ ինչու եմ սոցհարթակներում, որովհետև իմ edge-ը, իմ սեփական հեռուստատեսությունն է, ինչ կցանկանամ դա կտամ ու ինչքան կցանկանամ, այդքան գումար կվաստակեմ, ու շատ հեշտ է։ Ինչու եմ դա ուզում հասկանալ, որովհետև քանի որ քննարկվող մեդիադեմ քեզ, ինչ նախագիծ էլ որ անես կամ այդ նախագծում լինես, վստահաբար կհաջողի, քեզ կդիտեն, քեզ էլ մագային էլ, բայց այդ փորձերը կարծես թե չես էլ ուզում անել։ Ես մտածում եմ, այս տարվա վերջ արդեն, քանի որ ունեմ արդեն պայմանավորվածություն ու պայմանագրեր, ներկայացման մասով, կունենամ ներկայացման մեջ մասնակցություն, որը կլինի Անդրանիկ ներկայացումը եւ Անդրանիկ փորձը, առաջին փորձը, իմ ուժերի վրա վստահ եմ ու նաև ռեժիսորի ուժերի վրա եմ վստահ, որ կստանա ինձանից այն ինչ որ ինքը ցանկանում է։ Ես դրա ճակերտները չեմ ուզում բացեմ, բայց առաջին անգամ եմ սրա մասին խոսում մեր հանրության հետ, սենց ասեմ, ու տարվա վերջ նաև կլինեն փոքրիկ սերիալների, այս հիմիկվա մոդայիկ սերիալների 16 մասանոց իմ մասնակցությունը։ Ամեն դեպքում կա ցանկություն վերադառնալու եւ արդեն կոնկրետ քայլեր։ Իրականում շատ մեծ ցանկությունը, որովհետև ես առանց հեռուստատեսության, առանց տեսախցիկի, առանց խոսափողի իմ կյանքը չեմ պատկերացնում։ Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը։ Երաժշտական խաչմերուկը 10 տարի օրը 3 ժամ եթեր է հեռարձակվել ամեն օր ու ներկայացրել եմ 264 հազար հատ մեքենա։ Այդ ամեն ինչ այդտեղ ինչ որ մի բանի պակաս զգալը սուտ կլինի, որովհետև անընդհատ եթերում ցանկություն լիներ։ Հետո դրանից հետո որ տեղափոխվեցի հանրային հեռուստատեսություն, բացի սերիալները, ունեցանք նաև Առավոտ լուսո ծրագիրը, որի վերնագիրը ի դեպ իմ առաջարկով է ու մինչև այսօր էլ հաղորդում է այդ վերնագրով է Առավոտ լուսո, ողջունում եմ Առավոտ լուսոյի ստեղծագործական ողջ խմբին ու իրանց շատ սիրում եմ։ Առավոտ լուսոն, երբ որ ես վարում էի, այդ ժամանակ իմ համար հանրայինը ընտանիքի պես էր։ Հետո եկան խորթ ծնողները, որոնց ես չընդունեցի։ Սենց եղավ իմ հիասթափությունը։ Խորթ ծնողներն ովքեր էին։ Այն մարդիկ էին, ովքեր եկան նոր ղեկավարություն, նոր տնօրեն, նոր խորհրդի նախագահ եւ այլն, ու ես իրանց համար մի քիչ ավելի շատ էի։ Իրանց պետք էր հեծանիվ, որ ոնց ցանկանան, տենց վարեն, իսկ ես երբեք չեմ լինի ինչ որ մեկի հեծանիվը։ Այսօր քեզ ինչը դուր չի գալիս հայկական հեռուստաեթերում։ Այսօր հայկական հեռուստաեթերում ինձ դուր չի գալիս, որ ոչ մի բան չկա։ Այդքանը։ Այն ժամանակ, երբ որ մենք եթերում էինք, չեմ ուզում համեմատություններ անել այն ժամանակվա ու հիմիկվա հետ, որովհետև իրականում եթե համեմատություն անենք, այսօր ոչ մի բան չկա։ 1000-ից 1, ինչ որ այդ սերիալները մի կողմ դնենք, որ շատ սերիալներ կան ու այդ սերիալները ոչ երիտասարդության համար են, ոչ պատանիների համար են, ոչ էլ դա տատիկների, թոշակառուների համար են, որը որ ամբողջ աշխարհում կա այդ տենդենսը, բրազիլյան սերիալը արտադրում, իր թոշակառուների համար դա եւ երիտասարդների համար չի, բայց մեր երիտասարդները չունենալով իրականում հետաքրքիր թողարկումներ ու հաղորդաշարներ ստիպված նայում են սերիալներ, իսկ այդ սերիալներից ոչ մի լավ բան չեն սովորելու։ Կարծում ես, եթե վերադառնաս եթեր կկարողանաս քո իսկ նշած բացերը լրացնել։ Մի ծաղկով գարուն չի գալիս։ Ես մենակ ոչ մի բանի չեմ կարող ասեմ։ Կարող եմ ունենամ մի ինչ որ հետաքրքիր հաղորդում, ինչ որ հետաքրքիր մի բան, բայց չենք կարող լցնենք այն ամեն ինչի, ինչը որ այն ժամանակ էր։ Այն ժամանակ կար ինտերակտիվ կապը հեռուստադիտողի ու հեռուստատեսության հետ, մարդիկ հետաքրքրված էին, մարդիկ ուզում էին հայտնվեին այդտեղ։ Հիմա
ու ձգտում էին, հա, դրա համար գնում էին սովորելու եւ այլն եւ այլն։ Իսկ հիմա եթե ուզում են հայտնվել, մի րոպե է հայտնվելը, որովհետեւ շատ է ամեն ինչ դարձել անգին, հա, առանց որակի։ Այսինքն հիմա մի հատ Դա ինչ որ առումով ժամանակներն են նաեւ թելադրում։ Այդ նույն ժամանակները ամբողջ աշխարհում, եթե մեր հայերը, առավել եւս հանրային հեռուստատեսությունը, շատ սիրում էր այս վերջի շրջանում համեմատություններ անցկացնել Ռուսաստանի առաջին ալիքի հետ։ Եթե այդ համեմատությունները անցկացնում եք, այդ չափել հետաքրքիր թողարկումներ ու հաղորդումներ պատրաստեք։ Մի ժամանակ ունեինք, կներեք, հա, երեխաների համար մանկական հաղորդումներ, երեկոյան ժամը 9-ին մանկական հաղորդումներ կան։ Ես չեմ նկատում։ Անձամբ գիտեմ, դրա համար եմ օրինակը բերում։ Երևի ինչ որ մի հեռուստատեսություն մի հատ ինչ որ մի բան ունի։ Գալիս է երեկոյան ժամը 9-ը, ասենք բարի գիշերի ժամն է երեխաների համար։ Մի հատ ինչ որ մի բան դնեն, բարի գիշեր անեն, այդ սերիալներն է, այդ լրիվ ընտանեկան դժբախտ պատմություններն է, ոչ մի երջանիկ բան չես տեսնում հեռուստատեսությամբ, որ ալիքը դնում ես լացում են, հասկանում եմ, որ լացն է բերում ռեյտինգ ու մերոնք սիրում են լացին հետևեն, ընտանիքների մեջ մտնեն, այդ ոնց քանդվեց, ոնց այն մեկը այն մեկին սիրեց, բանը հասկանում եմ, բայց պետքա ռեյտինգի հետևից չգնան, ու որ չգնան ռեյտինգի հետևից ավելի շատ ռեյտինգ կունենան։ Լավ, անցնենք մի քիչ նաև քո եւ Մագայի հարաբերություններին, ընտանեկան կյանքին։ Քանի որ նշեցիր, որ ամենաքննարկվողն ես, դու ինքդ էլ քեզ այդպեսին ես համարում, հասկանում ես, որ դու եւ Մագան կարողանում եք ճիշտ պահին խայբ բռնել։ Ես մի փոքր թույլ եմ խայպերից, բայց Մագան շատ լավ հասկացել եմ, որ խայպերի թագուհին է, ու մինչև ես իրան ճանաչել է իրական, իր խայպերից շատ հայտնի եկել հասել էր ինձ։ Նույն չենք սպասում հաղորդումը ինքը իրանով լրիվ խայպ էր, որը որ Մագան օգտագործեց իրան ու իր ռեյտինգը շատ աճեց այդ ժամանակ, ինքը շատ է կարում։ Հետո, երբ որ մենք արդեն իրականում իրար հետ էինք, բայց Մագան ասեց սրա մասին պետքա մարդ չիմանա, որովհետև էս էլ իմ խայպերից մեկն է լինելու։ Այդ ժամանակ ես հասկացա, որ ես անկախ իմ կամքից հայտնվեցի խայպի մեջ, հետո էլ այդ նոր բառերը, հա, couple խայպ, դրանք էլ ինձ շատ դուր չի գալիս։ Դրանք շոու բիզնեսյան կանոնների մեջ են մտնում։ Երևի թե, գիտեք ոնց ցանկալի մնալու ինձ թվում է ֆակտորներից մեկն էր այդ ժամանակահատվածում, որ չիմանան, որ մենք միասին ենք, այսինքն ես ամուսնալուծված էի արդեն երկար ժամանակ ու ինչ որտեղ, հա, էլի վերադառնում էր իմ ցանկալի տղամարդ լինելու ֆակտորը ու այդ ժամանակ Մագան ամենացանկալի աղջիկներից կանանցից մեկն էր Երևանում։ Մենք որոշեցինք, որ երկուսով պահենք այդ հատվածը, հələ տեսնենք ինչ կտա դա։ Ուղղակի երկար չկարողացանք պահել, շատ կարճ տևեց, որովհետև ինչքան ուզում ես, քաղաքը շատ փոքր է։ Ինֆորմացիան նույնիսկ մարդիկ չեն կարողանում իրենց ընտանիքում պահեն, այնքան շուտ է տարածվում, ինչ մնաց մենք կարող ունենք երկար պահել դա, ամեն դեպքում ստացվեց լավ։ Սուրեն, ինչ ես գտել Մագայի հետ հարաբերություններում, որ նախորդ դեպքում քեզ սպակասում էր։ Բացարձակ համեմատություններ չեմ կարող տանեմ։ Կարող եմ ասել, որ ես Մագայի հետ ինձ շատ լավ եմ զգում։ Մենք համաստեղությամբ տարով եւ ամսով նույնն ենք, 12 տարվա տարբերություն է մեր մեջ։ Ես հասկանալով, որ ես 12 տարի մեծ եմ, բայց համաստեղությամբ նույնն ենք, նշանակում է բնավորությամբ շատ գծեր կա, որ նույնն են, մեկ-մեկ ես ինձ զսպում եմ, ես զիջում եմ, որ օրինակ եմ ասում, հա, եթե երկուսով վիճել ենք, մենք երկուսս էլ կարող ենք օրերով չխոսել միմյանց հետ, որովհետև երկուսս էլ նույնից ենք, սպասում ենք, որ առջևին է խոսա։ Այսինքն քեզ այդ ինտրիգներն են դուր գալիս, որը որ գտել ես այս հարաբերություններում։ Բայց համեմատություններ չեմ ուզում անեմ, որովհետև Յանայի հետ ես ունեցել եմ երջանիկ կյանք, մենք համատեղ ունենք դուստր, ով աշխարհի առանձին աշխարհ է։ Կխոսենք դեռ իրենից։ Իրանց մասին էլ կխոսենք մեծ սիրով, չեմ ուզում ընդհանրապես համեմատել, հա, որովհետև Յանան լրիվ ուրիշ իմ կյանքի ուրիշ փուլում է եղել, ես լրիվ ուրիշ մարդ եմ եղել, հիմա ես լրիվ ուրիշ մարդ եմ։ Ոչ թե ուզում եմ, որ կանանց համեմատենք, այլ հարաբերություն, այստեղ ինչ ես գտել, որ միշտ փնտրել ես կյանքում։
չեմ կարող ասեմ, գիտեք ոնց, չեմ ուզում այնպես լինի, որ նախքին կնոջս մեջ ես չէի գտել դա, դրա համար ես գտա հիմա։ Դրա մասին չեմ էլ մտածել իրականում։ Ես 12 երջանիկ տարիներ եմ ապրել, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ այդ երջանկությունը ջրել են, հա, դրա համար ես հիմա էլ ապրում եմ լրիվ ուրիշ կյանքով, լրիվ ուրիշ։ 12 տարվա տարբերության մասին նշեցիր Մագայի հետ։ Որ կետերում այդ տարբերությունը կոնկրետ դրսևորվում։ Ես իրականում ինչքան էլ որ կենսուրախ ժպտերես մարդ եմ, ես հոգուս խորքում բիձա եմ։ Ու ես բիձա չեմ դառել կամ չեմ դառնալու, ես բիձա ծնվել եմ։ Միշտ տենց ես ամեն ինչը ուզում եմ իր տեղը լինի, իր ժամանակին լինի, ու հիմա մեր այս համեմատության մեջ շատ պահանջկոտ եմ դառել։ Նախ օրինակ հիմա մեր տանը, եթե ինչ-որ բան ենք պատրաստում, մեծամասամբ ես եմ պատրաստում, որը որ մի 10 տարի առաջ եթե տենց բան խոսեինք, ես կծիծաղեի, բայց հիմա ես եմ պատրաստում շատ համով ամեն ինչը։ Իրականում Մագան ինձ փոխել է, ինչ անում սերը։ Իրականում ես չէի պատկերացնում, որ ես այս տարիքում կարամ եւս մեկ անգամ սիրեմ։ Ու երբ որ ես սիրահարվեցի, շատ ուրախացա իրակ, լուրջ եմ ասում, շատ ուրախացա։ Լրիվ կյանքով էլի լցվեցի, ամեն ինչ լավ տեսա, հետո Մագան դրական էին վրա ազդում, շատ դրական։ Երբեք ինչ-որ բան որպես կին, հա, չի արգելում։ Օրինակ ես կուզեի, որ ինքը ինչ-որ բան ինձ արգել էր։ Ինչ օրինակ։ Օրինակ ես ժամանակին ալկոհոլ օգտագործում էի, ասեր էլ մի օգտագործի ու ես չօգտագործեի, հետո դառնար դա իմ զենքը, որ տեսար ես չեմ օգտագործում, բայց ես ինքս եմ թողել այն ամեն ինչը, ինչից ունեի կախվածություն, կլինի դա ծխախոտը, ալկոհոլը եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչ որ մի շրջանում ունեցել ես ալկոհոլից կախվածություն։ Ինքը եթե օգտագործում ես ալկոհոլ, այնպես չի ցանկացած մարդ էլ ինքը իր հետ որ մենակ մնա կհասկանա որ դա կախվածություն է, ոչ թե հաճույք կամ ասենք ինչ որ մի բան։ Եթե ամեն երեկո գնում ես ակումբ ու ինչ որ բան ես խմում, դա արդեն կախվածություն է։ Ես հիմա բացարձակ չեմ խմում, ոչ չեմ օգտագործում ալկոհոլ, բացարձակ չեմ օգտագործում նիկոտին, ծխախոտ, մնացած բոլոր Բայց դրա տակ այդ որ ամեն օր գնում էիր ակումբ եւ մի բաժակ թեկուզ ալկոհոլ էիր խմում, կար ինչ որ ներքին անհանգստություն, պայքար, խնդիր, որից ելնելով էիր գնում այդ քայլին։ Հիմա էլ եմ գնում ամեն երեկո, այսինքն չի փոխվել իմ կյանքը, ուղղակի պակասել են այն նյութերն ու պարագաները, որոնք օգտագործում էի։ Ոչ թե պակասել են, բացառվել են։ Ու ես այդ եմ ասում, ես կուզեի դա լիներ նրա ցանկությամբ, որ ասեր մի ծխի կամ մի խմի, ես էլ ասեի, տես չեմ խմում, լիներ դա իմ զենքը, որպես տղամարդ, դու էլ օրինակ չգիտեմ, ինչ որ էս ինչը ավելի շատ արա կամ էս ինչը մի արա։ Սովորաբար մարդիկ ինչու են թեկուզ ամեն օր գնում խմելու, որովհետև ինչ որ մի ներքին խնդիր կա, որը ուզում են այդ պահին մոռացնել տալ կամ ուզում են իրենց ավելի երջանիկ դարձնել, որովհետև սովորական սթափ վիճակում գուցե իրենց չեն գտնում։ Դու ունեիր նման խնդիր։ Ես այդ խնդիրը չունեի, բայց ես հասկացա, որ ալկոհոլը բարդացնում է իմ կյանքը, այսինքն խանդը հազարապատկվում է ու անիմաստ խանդն է հազարապատկվում ու ցանկացած տղամարդ էլ որ ինքը իր հետ եւս մեկ անգամ ասեմ մենակ մնա, որովհետեւ շատ ժամանակ մենք չենք համարցակվում ասել որ այո դա այդպես է, որովհետեւ դե որ այդպես է, ուրեմն եկեք հանենք ալկոհոլը, չէ, ալկոհոլը ինձ դուր է գալիս, սենց ինչ որ երկխոսություն է լինում ներքին։ Այսինքն Մագային խանդելու պատճառով էիր գնում խմելու։ Չէ, երբ որ խմում էի, խանդս ավելի շատ էր։ Ու ես հասկաց ու խանդն էլ, եթե դուք խանդել եք երբևէ, կհասկանաք, որ ինքը հաճելի երևույթ չի, ինքը տհաճ երևույթ է ու ինքը ունի ոնց որ գլխացավն է, ոնց որ ստամոքսի ու ատամի ու ականջի է տարօրինակ ու վատ ցավն է, նույն ձև ցավացնում է խանդը։ Ես եղել եմ շատ խանդոտ ու կասկածամիտ ու չգիտեմ, ես կասկածամտությունն է, կասկածներն է խանդ բերում, բայց ու նաև որոշակի ալկոհոլի ազդեցություն։ Այսինքն երեկոյան եթե գնացել ենք ակումբ ու դու արդեն մի 4-5 գավաթ ինչ որ ալկոհոլ ես խմել, եթե կինը
բարևում է իր հին ընկերներից մեկին, դու մի անգամից այդտեղ չգիտեմ խի ես իմ ինչ ես տենում, բայց երբ որ սթափ ուղեղով ես, տեսնում ես այդ մարդուն, ինքդ մոտենում ասում ես ով է, ասում է խոսքի, չգիտեմ ով է, Գարիկն է մեր եսիմ։ Ասում ես օքեյ, բայց երբ որ խմած ես լինում, մի անգամից, բա ինչ կա, բա ինչ էիք խոսում։ Դե հիմա մարդ են, տեսել են իրար խոսում են, հասկացեք։ Այսինքն այդ շրջանում դու ունեիր վստահության պակաս Մագայի հանդեպ։ Հա, ունեի վստահության պակաս, այսինքն չէի ճանաչում լիարժեք, սիրում էի, բայց լրիվ չէի ճանաչում, ինքս ինքս լրիվ չէի վստահում ու խանդը արդեն տեղի էր տալիս։ Իսկ ո՞նց աշխատեցիր դրա վրա ու ո՞նց էր Մագան այդտեղ զգում իրեն կամ փորձում քեզ հետ պահել այդ ամեն ինչից։ Երբ որ ես Մագային լրիվ ճանաչեցի, նոր հասկացա, թե ինչքան մեծ սխալներ եմ արել, երբ որ ես խանդել եմ կամ որոշ արարքների վրա բարկացել եմ, հա, կամ ինձ դուր չի եկել դրա մասին արտահայտվել եմ։ Հիմա նույն բանը կարա լինի ու բացարձակ ոչ խանդեմ, ոչ էլ թե տհաճ է, շատ հաճելի է, երբ որ քո կինը մենակ չի, ճանաչված է, ընկերներ ունի, շրջապատ ունի, սիրված է, երբ որ տեսնում են իրան, գրկում են իր ընկերները, ուրախ են, իսկ այն ժամանակ ես ուզում եի, որ մենակ ես գրկեմ։ Էդի հիվանդություն է, դրա համար եմ ասում, եթե կարողանում է մարդը իր մեջ հաղթահարի այդ որ խանդը ինքը զգացմունք չի, ինքը հիվանդություն է, ինքը զգացողություն չի, ինքը հիվանդություն է։ Բայց նաև ասում ես, որ փաստորեն երբ դու խմում էիր հաճախ, Մագան չէր փորձում քեզ հետ պահել այդ։ Ոչ թե չէր փորձում, այլ այնպես չի, որ ես խմում էի, դառնում էի չգիտեմ ինչ, դրա համար չի եղել նմանատիպ խոսակցություն, որ օրինակ մի խմի կամ մի ծխի կամ մյուսը, բայց ես երևի թե խնայում եմ ինձ, քանի որ տարիքային մեծ տարբերություն ունենք, խնայում եմ ինձ, իմ օրգանիզմը, իմ հոգեկան վիճակը ու դրա համար այդ վնասակար սովորությունները, որ ունեցել եմ, հանել եմ։ Սուրեն, արդյոք այդ խանդի պատճառը ոչ միայն այն էր, որ դու Մագային լավ չէիր ճանաչում, այլ նաև իր համարձակ կերպարը միշտ ուշադրության կենտրոնում լինելու գործոններ ազդում։ Իր համարձակ կերպարը ինձ դուր է գալիս։ Այն վերջին 4 տարիների կոնտենտը ստեղծում ենք միասին, իր համարձակ բաց լուսանկարները նկարում եմ ես, տալիս եմ իմ համաձայնությունը, ու երբ որ իրականում մարդուն ճանաչում ես ու հասկանում ես, որ դուք ստեղծել եք միասին, չէ, ինքը ժամանակին ստեղծել է իր կերպարը ու դու էլ օգնում ես այդ կերպարը, որ երկար ապրի, այլ ոչ թե շատ շուտ մահանա, որ կարայինք մենք փակեինք այդ էջը, լրիվ ուրիշ բան անեինք, որովհետև Մական իրականում շատ հետաքրքիր աղջիկ է, հումորի ասպարեզում էլ շատ հետաքրքիր է, շատ լավ դերասանուհի է, ցանկացած մի բան մենք կարայինք միասին անենք, բայց մենք այդ կերպարին պահում ենք Մագա Հարությունյան կերպարը, որը չի սահմանափակվելու այնքանով ինչ որ հիմա կա։ Իրան շատ աճացնելու ենք, շատ մեծ երազանքներ ու նպատակներ ունենք կերպարի հետ կապված, բացարձակ միևնույն են ինձ այդ մեկնաբանություններն ու հիմար խոսույթները, որովհետև մի քանի անգամ ես ինքս փորձել եմ գտնեմ այդ մարդկանց ու գտել եմ հիվանդ մարդկանց, որոնց որ պետք չի խղճալ, պետք էլ չի պատժել։ Դրա համար ու առողջ մեկնաբանությունները շատ են, ժամանակները փոխվել են։ Բայց այդ շրջանում, երբ որ դու շատ խանդում էիր եւ ինքդ էլ նկարում էիր այդ բաց լուսանկարները, խանդը այդտեղ չէր աշխատում։ Ինքը խանդը աշխատում էր, բայց այն խանդը չէր, ինչը որ կարել, այսինքն ես այդ խանդելու շրջանում ես բաց լուսանկարին չեմ խանդում։ Այդ լուսանկարը, ասենք համացանցում է, մարդը նայում է, ես դրանից չեմ խանդում։ Խանդը լրիվ ուրիշ տեղ է, խանդը երբ որ դու զգում ես այդ շփումներում։ Այդ շփումներում, երբ որ դու զգում ես այն ինչը որ խոսում է նրա հետ, էդի աղջիկներն էլ տղամարդիկ էլ, պրոստը ուղակի շատ մարդիկ չեն բարձրաձայնում, հա, էդի, բայց դա խանդը նրանից է, երբ որ դու հասկանում ես, որ այն ինչը որ խոսում էր նրա հետ, դա պետք է իմ հետ խոսեր։ Այն ինչը որ այն ժամանակը որ անցկացնում է իր հետ, դա իմ ժամանակն էր, իմ հետ անցկացնելու ժամանակն էր, այդտեղ աճում խանդը։ Իսկ այդ մասին ունեցել եք զրույցներ կամ լուրջ վեճեր այդ ընթացքում։ Շատ ենք ունեցել։ Շատ ունեցել։ Մենք երկուսս էլ խենթ ենք, նենքան ենք վիճել իրար հետ, էլ դուսուս։ Ու երբ որ հասկացանք, որ նույնիսկ մենք իրար հետ վիճելն ենք սիրում,
այդտեղ ամեն ինչ ընկավ իր տեղը։ Իսկ չի եղել մի շրջան, որ թեկուզ մագային խանգարի քո այդ շատ խանդոտ լինելը։ Եղել է ու այդ իմ շատ խանդոտ լինելը բացի իրան խանգարելը ինքը դեպրեսիայի մեջ էլ է եղել մի որոշ ժամանակ պատճառը եղել է հենց մենակ իմ խանդը ու ինձ ինքը որ շատ է սիրում ու չի ուզում մենակ այդ իմ բնավորության այդ ինչ գծի համար ինձ թողնի օրինակ բայց հա կորել էր չէր անում ոչ մի բան հավեսնել էր կորել չէր խոսում ոչ մեկի հետ իմ հետ խոսում էր բայց ես զգում էի որ հետ իրեն խոսալը չի այո խանդը շատ խանգարել է բայց ես ուզում եմ բայց չի եղել այդ շրջանը որ ցանկանաք դրա պատճառով բաժանվել մենք բաժանվելու մասին չենք մտածել երբեք ես չեմ մտածել ինքը չի բարձրաձայնել այսպես ասեմ ու ես լինեի իր փոխարեն այդ շրջանում 10 անգամ բաժանված կլինեի դե ինձ այտենց գժի պես մեկը խանդեր ես ուզում եմ այս հաղորդումով ու այս վարքյանով խանդի մասին իմ անձի հետ կապված թեման լրիվ փակեմ ես էլ չեմ խանդում ու ես շատ ուրախ եմ խորհուրդ եմ տալիս մարդկանց գտնեն իրականում խանդի պատճառը իրանց մեջ դա արժևինից չի Փակենք նաև քո եւ Մագայի ընտանեկան հարաբերությունների մասին թեման ու անդրադառնանք դստերդ։ Նախորդ հարցազրույցում, որը գրեթե 1 տարի առաջ էր, նշել էիր, որ այդ շրջանում չունես շփում Ադելի հետ։ Հիմա արդյոք վերականգնվել են հարաբերությունները դստերդ հետ։ Նախանցած տարի էր ինքը իրականում, ես այդպես եմ հիշում, ու իմ ու Ադելի հարաբերությունների սահմանափակումը եղել է շատ կարճ, ուղղակի ես չգիտեմ խի եմ այդքան անկեղծ եղել այդ հաղորդման ժամանակ ու ասել եմ, որ այո, շատ կարճ է եղել, որովհետև ես Ադելին աշխարհի չափ եմ սիրում, Ադելն էլ ինձ ու իր համար էլ է դժվար իմ հետ որոշակի ես Ադելի մասին խոսալուց չգիտեմ, իրականում հուզվում եմ, որովհետև շատ եմ ես իմ աղջկան սիրում, իմ աշխարհն է ինքը, այդ մի փոքր ժամանակահատվածն է եղել, որ մենք չենք շփվել ու իր ներքին խնդիրն է եղել, իր նեղվածությունն ու նեղացած լինելն է եղել, որ մենք չենք շփվել, հակառակ դեպքում արգելող ոչինչ չի եղել ու քանի որ ես իր ծնված առաջին իսկ օրվանից որպես մարդ եմ վերաբերվել ու իր կարծիքը իմ համար շատ կարևոր է եղել, ես այնպես չէ որ ծնողն եմ, ինչպես ցանկանայի տենց պետքա լիներ, ինքը մի տարեկանից հենց սկսել է խոսել, իր կարծիքն է ունեցել, սեփական ու հարգել եմ ես իր կարծիքը ու հենց այդ ժամանակահատվածը, որ ինքը նեղացած էր ինձանից, դա էլ եմ հարգել ու քայլեր չեմ ձեռնարկել, ես կարայի 1 օրում դա շտկեի, բայց քայլեր չեմ ձեռնարկել, թողել եմ, որ աղջիկս իր մեջ այդ հարցի լուծումն էլ գտնի, հիմա ինքը 14 տարեկան է, այս տարի կլինի 15 տարեկան, բայց ոչ մի բանով չի զիջում, թե ինձ, թե որևիցե մեկին։ Ինչպես վերականգնվեց շփումը։ Խոսենք դրանից։ Նախ այդ շրջանում էլ չէր դադարել ընկերական հարաբերությունները Յանայի հետ, Յանան էլ շատ աշխատում է այդ ամեն ինչի վերաբերյալ, հա, թե Ադելի հետ, թե ինձ տեսնելուց էլ անպայման ասում է, որ այս ամեն ինչը իրան ավելի շատ է ցավացնում, քան քեզ թվում է, այնպես որ մի կորի, սենց ասեմ, շուտարի, տես երախուն, տարբեր, այսինքն ոչ մի արգելող բան չկա, նենց չի, որ մենակ չորեքշաբթի օրը կարամ տեսնեմ, կամ չգիտեմ, մենակ ես ինչ վայրում, լրիվ ազատ հարաբերությունները, այդ փոքր նեղացությունն է եղել իմ աղջկա կողմից, որ մենք այդ շրջանում չենք շփվել։ Իրար հետ նստում ենք երեքով, ես, Ադելը, Յանան, զրուցում ենք, շփվում ենք, լրիվ պարզ, լրիվ ընկերական, ջերմ, ասում, խոսում, հումորներ ենք անում, վիճում ենք, ամեն բան, սովորական մարդկանց նման, բայց ունեմ ես երկրորդ ընտանիք, որը Մագանա, մենք ունենք շունիկներ, կատու, որոնք էլի խնամք են պահանջում ու ընդհանրապես զուգահեռներ չեմ տանում, այնտեղ այս ընտանիքիս մասին չեմ խոսում, այստեղ իրանց մասին չեմ խոսում, որովհետև լրիվ առանձին աշխարհներ են, լրիվ առանձին սենյակներ են, այդ սենյակը ստեղից մարդը չի մտնում, այստեղից էլ այս մարդիկ չեն մտնում այս սենյակ։ Հասկանալի։ Իսկան մի բան։ Սուրեն, Յանան վերջերս հանրայնացրեց, որ ընտրյալ ունի։ Դու ինչպես
ընդունեցիր այս լուրը։ Իրականում ես չգիտեմ իր ընտրյալի մասին, չեմ ճանաչում, բայց ես շատ ուրախ կլինեմ, եթե լինի իրոք մեկը, որ ինքը ընտրի։ Այսինքն ընտրյալը իր կողմից ընտրված մարդ լինի։ Ես կուզեմ Յանան շատ երջանիկ լինի, որովհետև ինքը շատ արժանի աղջիկ է։ Կուզեմ, որ աշխարհի ամենալավ բաները կուզեմ Յանայի համար։ Եթե նույնիսկ ուղղակի չգիտեմ իրականում, հիմա ես չեմ կարող ասեմ, ես այդ հարցազրույցը չեմ դիտել ու հարցազրույցներ ընդհանրապես չեմ դիտում, որովհետև հիմա ստեղ ես կարող եմ ինչ-որ բաներ պահի տակ, պահի ազդեցության տակ, Բայց վստահաբար լսել ես այդ հատվածը կամ գոնե ինչ-որ առումով գիտես։ Նորություն չէր ամեն դեպքում քեզ համար այս պահին։ Ճիշտն ասեմ, չէ, նորություն չի, բայց այնպես էլ չի, որ հաստատ գիտեմ, որ կա այդպես բան, որովհետև ես չեմ գնում հետաքրքրվում անձնականի մասին, իսկ եթե մենք իրար էլ տեսնում ենք, հարցնում եմ լավ ես, ինքը պատասխանում է հա, ինձ դա 100% հերիք է, բավարարված եմ ես ինձ զգում։ Եթե հարցի տողատակը այնա կխանդեմ կամ ինչ որ մի բան, որ ունենա ինքը ընտրյալ կամ բան, չէ, ես շատ ուզում եմ, որ ինքը երջանիկ լինի, ինքը մենակ չլինի, որովհետև ամուսինը ընտրյալը մարդու զուգընկերն է, որը շատ կարևոր է խոր ծերությանը։ Շնորհակալ եմ շատ Սուրեն, անկեղծ հետաքրքիր զրույցի համար։ Ինձ մնացին վերջին կարճ հարցերը, որոնք վերաբերում են քեզ ու Մագային։ Խնդրեմ։ Ով է ավելի նեղացկոտ, դու թե Մագան։ Ես կարճ չպատասխանեմ, հա։ Մի հատ, որը ես ասում եմ, քանի որ մենք նույն ենք։ Երկուսն էլ նեղացկոտ եք։ Երկուսս էլ նեղացկոտ ենք, բայց շատ նեղացկոտ չենք։ Ով է ավելի կռվարար։ Ես։ Ով է ավելի ռոմանտիկ։ Ես։ Ով է ավելի հիշաչար։ Մագան։ Ով է ավելի զգացմունքային։ Մագան։ Ով է երբեմն տոքսիկ։ Թող չնեղանը Մագան ինքը։ Ինքն է տոքսիկ։ Այդքան բան։ Ինձ թվում էր կասեիր դու, որ խանդում էիր, կռիվներ էիր սարքում։ Անցել են դրանք։ Հիմա Մագան է։ Այո, հիմա Մագան է։ Շնորհակալ եմ շատ, այսքանով ամփոփենք մեր այսօրվա հարցազրույցը։ Աննա ջան, ես էլ քեզ եմ շնորհակալ։ Ձեր հաղորդման ողջ ստեղծագործական խմբին եմ շնորհակալ։ Դու կախարդական բառը ինքը magic-ն է, էլի լավ բառ է։ Դու կախարդական աղջիկ ես, որովհետև ես այսօր Միացյալ Նահանգներ եմ մեկնում, Միացյալ Նահանգներ ես 2013 թվականից մեկնում եմ, բայց այսօր առաջին անգամ։ Պատկերացրեք, այդքան անգամ մերժվել, չի ստացվել եւ այլն, բայց այդ ամեն ինչը ինչի եմ հիմա բարձրաձայնում, որ հաշվի առնելով ամեն ինչը պատկերացնում եք իմ վիճակը, ինչքան խառնեմ, ինչքան զբաղված եւ այլն, ես համաձայնել եմ մասնակցեմ ձեր ոդկասթին ու դրա դիմաց ինձ ոչ մի բան, ոչ ոք խոսք չի տվել։ Ուղղակի զանգել եք, ես ասել եմ, օքեյ կգամ, բայց թող ներեն ինձ բոլոր իմ ընկերները, այն պրոյեկտների պրոդյուսերները, ովքեր հրավիրել են այսքան ժամանակ շատ ու շատ անգամներ հարցազրույցների, որոնց ես բոլորին մերժել եմ կամ հորինել եմ ինչ որ բաներ, որ չգնամ։ Շնորհակալ եմ։ Այսպիսին էր Սուրեն Փահլևանյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ եւ սպասել մեր հաջորդ հանդիպմանը։